Հունվարի 28-ը օրացույցում հայոց բանակին է նվիրված։ 1992-ին կառավարության որոշմամբ հիմք դրվեց մի կառույցի, որը պետք է դառնար մեր անվտանգության հենասյունը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, բայց հաճելի հոգս է։ Այսպես էր բանակի մասին մտածում Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Յուրաքանչյուր շրջանից 10-ից 15-ական ոչի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Անցնելով ամենադժվարի միջով, ունենալով վատագույն պայմաններ, հայոց բանակն ամրացել ու կանգուն է եղել տասնամյակներ շարունակ, պարգևելով մեզ հաղթանակներ ու խաղաղ գիշերներ։ Ցանկացած փորձ ու դժվարություն հաղթահարած զինվորն այսօր կրկին սահմանին է, անտրտուն չզգում ու պահպանում է մեր անդորը։ Հունվարի 28-ը տոն է բոլորիս համար, շնորհավորելու ու շնորհակալ լինելու ևս մեկ առիթ սահմանին կանգնած հայ զինվորին։ Առանձնացրել ենք քաղաքացիների բարեմաղթանքները նվիրված հայոց բանակին։ Ցանկանում եմ մեր բանակը լինի ամուր, հզոր, կայուն եւ մշտապես լինի։ Մենք հպարտանում ենք մեր զինվորներով, մեր զինվորականներով, բոլոր այն քաջ մարդկանցով, ովքեր կանգնած են սահմանին։ Այս սառի եղանակին մրսում են մեզ համար, կարոտում են մեզ համար, կրում են զրկանքներ մեզ համար, որպեսզի մենք բոլորս մեր սովորական առօրյային լինենք։ Ժամանակներն անցնում են, բայց բանակին ուղղված մաղթանքները միշտ նույնն են։ Խաղաղություն ու անկորուստ օրեր են մեզ պետք, նշում են քաղաքացիները։ Ցանկանում եմ անփորձակ ծառայություն, սահմաններին հանգստություն, որ թշնամին իր ձեռքերը միշտ կարճ պահի, ու մեր Հայաստանում լինի խաղաղություն, խաղաղ երկինք ունենանք։ Հայոց բանակին խաղաղություն, ուրախություն, տխրությունը չեղու։ Խաղաղություն։ Ուժեղ լինեն, առողջ լինեն մեր զինվորները, Աստված իրանց հետ, Աստծով ծառայ։ Սահմանն ամուր, իսկ զինվորն անփորձանք թող լինի։ Սա բոլորի շուրթերին է։ Շնորհավոր տոնդ հայոց բանակ, թող օրերդ լինեն խաղաղ, զինվորներդ անփորձանք, իսկ սահմաններդ ամուր։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։